ողջունելու այստեղ Համոս Ակյանի անվան այս վեր հարկի ներքո եւ շատ ուրախ եմ, որ այսօր շատ հետաքրքիր մարդու մասին պետք է խոսենք, նվիրյալ մարդու մասին պետք է խոսենք, չնայած որ կարծում եմ այստեղ մեր սրահում նստած բոլորը նվիրյալներ են։ Եկեք ծափահարենք բոլորին։ Եկեք բուրըն ծափահարություններով դիմավորենք Սվետլանա Քոչինյանին։ Համեցեք։ Ավելի բարձր, ավելի բարձր։ Բարև ձեզ, բարև ողջույն, այստեղ հավաքված այս հրաշալի ծաղկաբույլին, որոնցից յուրաքանչյուրը մեր մշակույթի, այսօրվա մեր արվեստի, մեր կյանքը շենացնող միջավայրի կրողներն եք։ Ես այնքան հուզված եմ, անկեղծ ասած, այնքան շնորհակալ եմ մեկ առ մեկ այստեղ նստած բոլոր մարդկանց։ Ես գիտեմ, թե դուք ինչ ճանապարհ եք անցել, որ այսօր այստեղ եք հասել։ Յուրաքանչյուր մեծ խնդիրները հաղթահարելով։ Եվ ամբողջ կյանքում եք հաղթահարել, որովհետև այսօր դուք բոլորդ կայացած, սիրված, գնահատված մի այլ տեսակի ծաղկաբույլ եք, այդպես ասեմ, ինձ համար շատ սիրելի մարդիկ։ Ես ընդամենը մի խոսք ասեմ, ես ուսուցիչ եմ, անկախ բոլոր ստիպոսներից, թե դուք կանվանեք կամ գրող կամ բանաստեղծ կամ չգիտեմ ինչ, դրանք մեկ ուրիշ հարթության վրա են, դրան երազանք են ուղղակի ինձ համար, ես անկեղծ եմ ասում, ես մանկագիր եմ, ես մանկավարժ եմ, հոգով, էությամբ, ծնունդով, իծնեւ, արմատներով եւ ամենա իմ մեջ նստած է դա եւ ինձ 45 տարի շարունակ միայն այն միտքը, որ երեխաների աշխարհը մի լուսավոր հրաշք մոլորակ է, որտեղ բախտ է վիճակվել ինձ ամեն օր մտնել, բռնել նրանց փաբլիկ թաթիկները եւ նրանց ձեռքերի մեջ գրիչ դնելով սովորեցնել հայկական այբուբենը, ես դա համարում եմ Աստծո շնորհը, ինձ համար Մենք հիմա նորից ծափահարություններով ձեզ պետք է դիմավորենք կարմիր աթոռի վրա նստելու։ Համեցեք։ Ես վերջանում։ Ես մի օգտար ձեզ մոտ։ Ես էլ եմ նստել։ Սիրելի ընկերներ, ես իհարկե շատ գնահատում եմ անցած ուղին, կենսագրությունը եւ ուզում եմ մի փոքր կարդալ, բայց կարծում եմ թղթի վրա գրված կենսագրությունից զատ բոլոր մանկավարժները սկսյալ մանկապարտեզից վերջացրած բուհով ավելին են անում, քան գրվում է այդ թղթերի վրա։ Կրկին անգամ շնորհակալություն։ Քոչինյան Սվետլանա Ալեքսանդրովնա ծնվել է 1954 թվականի հուլիսի 6-ին Գուգարքի շրջանի Համզաչիման, այժմ Մարգահովիտ գյուղում։ 1972-ից 76 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժություն եւ տարրական կրթության դասավանդման մեթոդիկա ֆակուլտետում։ 1978 թվականին աշխատանքի է ընդունվել Մարգահովտի դպրոցում։ 1982 թվականից մինչև օրս աշխատում է Գուգարքի թիվ 2 դպրոցում որպես դասվար։ 1990-92 թվականներին ղեկավարել է Գուգարքի շրջանի առաջավոր փորձի դպրոցը։ 91 թվականից մինչև այսօր ղեկավարում է տարրական դասարանների մասնախմբերի աշխատանքները։ Մենք հասկացանք արդեն, որ գիրքը վաղուց է տպագրվել, բայց հետագա գործունեության մասին կհավելի մեր հաջորդ հաղորդավար։ Հիմա չեմ աշխատում, դա գրվել է գիրքը 10 տարի առաջ, 5 տարի առաջ։ Սա նվիրում գիրքն է։ 1991 թվականից մինչև այսօր ղեկավարում է տարրական դասարանների մասնախմբի աշխատանքները։ 2000-ից 2001 ուսումնական տարում արժանացել է տարվա լավագույն ուսուցիչ մրցույթի մարզային փուլի հաղթողի կոչման եւ Լոռու մարզպետի շնորհակալագրի։ 2004 թվականից մասնակցել է տարբեր ծրագրերի եւ գրել մեթոդամանկավարժական հոդվածներ, բաց դասերի եւ հանդիսությունների ծրագրեր, որոնք պարբերաբար տպագրվել են նախաշավիղ
գիտամեթոդական հանդեսում, նոր մոտեցումներ, գործիմաց մոտեցումներ, հմուտ մոտեցումներ մեթոդական գրքերում, Մեսրոպ Մաշտոց գիտամշակութային հանդեսում։ Նորարարական առաջարկություններով հանդես է եկել տարբեր գիտագործնական համաժողովներում, երկար տարիներ աշխատել է դպրոցական խորհրդի կազմում, այժմ ղեկավարում է դպրոցի արհեստակցական միությունների հանձնախումբը։ 2008 թվականից մինչև 2009 թվականը պարգևատրվել է Լոռու մարզպետի շնորհակալագրերով։ Ամուսնացած է, ունի 3 զավակ, 2 թոռնիկ, ավելացել է թոռնիկները, 4 թոռնիկ, եկեք ծափահարեք։ Ամենալավ ձեռքբերումը։ Հետագա գործունեության մասին սիրելի ընկերներ կխոսի Անահիտ Նավասարդյանը։ Համեցեք։ Շնորհակալություն։ Ողջունում եմ բոլորը, շնորհավորում եմ ձեզ, Տիկին Քոչինյան, սիրով ներկայացնում։ Մշտապես ակտիվ մանկավարժական և հասարակական խնդիրներով ապրող և ստեղծագործող, անհանգիստ ու պրպտուն խառնվածքի տեր է վաստակաշատ ուսուցչուհի Սվետլանա Քոչինյանը, ով դպրոցի հիմնադիրներից մեկն է։ Նա այն եզակի նվիրյալներից է, ում ստեղծագործ մտքի թռիչքը հարազատ դպրոցի սահմաններից ստացել է հեռուներ և առաջավոր գաղափարներ պարգևել իր գործընկերներին։ Գրում է կրթության որակի բարելավմանը միտված մանկավարժական գիտամեթոդական հոդվածներ, որոնք շարունակ տպագրվում են հանրապետական նախաշավի խմսագրում և տեղադրվում կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կտակ պաշարների շտեմարանում, համացանցի կրթական ֆորումում։ Նա կարում է կրտսեր դպրոցի առաջնահերթ նպատակների ու խնդիրների վերաբերյալ թեմաներ։ 2000-ից 2001 ուսումնական տարում արժանացել է տարվա լավագույն ուսուցիչ մրցույթի Լոռու մարզի լավագույն դասվար կոչման։ 2011 թվականին հրատարակվել է նրա նվիրում մեթոդական ձեռնարկը, որտեղ զետեղված են օրինակելի բաց դասերի նմուշ օրինակներ, հանդեսների ծրագրեր, բանաստեղծություններ ու մանկական հումորներ։ Գիրքն արժանացավ հանրապետության լավագույն մասնագետների ուշադրությանն ու գնահատանքին։ Նա իր փորձն ու գիտելիքները սիրով է փոխանցում ուսուցիչներին, ուսանողներին։ Այդ մասին է վկայում Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում նրան ներկայացրած բաց դասը, որը կառուցված էր մանկավարժական նորագույն տեխնոլոգիաներով, իսկ Սփյուռքի ուսուցիչների համար Ծաղկաձորի ամառային դպրոցում անցկացրած վարպետության դասերը և մեթոդական խորհուրդներն արժանացան բարձր գնահատանքին։ Սփյուռքի նախարարի շնորհակալագրին 2014 թվականին պարգևատրվել է Կրթության և գիտության նախարարության աշխատողների հանրապետական պատվոգրով, 2014 թվականին կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կտակ թարգմանչած տոնին նվիրված առցանց մրցույթում լավագույն դասի պլան կամ միջոցառման ծրագիր անվանակարգում հրաշագործ Այբենարանը արժանացել է մրցանակի և շնորհակալագրի 2017 թվականին հրատարակվել «Իմ թոռնիկի Այբենարանը, մենք Հայաստանն ենք, բնությունն ու ես» գրքերը, իսկ 2018 թվականին Մարի հրատարակչությունը լույս է ընծայել նկարազարդ Այբուբեն գիրքը, որի շնորհանդեսները տեղի են ունեցել Ստեփան Զորյանի տուն-թանգարանում, Լոռու մարզի կենտրոնական գրադարանում, Երևանի Շենգավիթ կենտրոնի գրադարանում, Չարենցավանի քաղաքային գրադարանում և այլուր։ Սվետլանա Քոչինյանը ստացել է ուսուցչի որակավորման շնորհավորում եմ։ Սիրելի ընկերներ, քանի որ երբ ուսումնասիրում էի գրքերը, բացի այդ գեղեցիկ պատմվածքներ էլ ունի գրված Սվետլանա Քոչինյանը, ես հասկացա, որ բանաստեղծ է մեր Սվետլանա Քոչինյանը, եւ իր կենսագրությունը նա կարողացել է թղթին հանձնել նաեւ բանաստեղծության տեսքով։ Լսենք, շատ հետաքրքիր։ Կենսագրական բանաստեղծություն։ Անունս Սվետա է, հայերեն Լուսիկ։ Հանգիստ եմ թվում,
քիչ էլ սուսիկ։ Լույսն է միշտ սիրում, խավարից փախչում, անհույս գիշերը ինձ շատ է տանջում։ Բնավորությամբ բարի եմ, շիտակ, լավատես եմ միշտ ու գործիս գիտակ, համաստեղությամբ խեց գետին եմ ճիշտ, պարտաճանաչ եմ, ճշտապահ եմ միշտ, սիրում եմ տունս, օջախն իմ տակ, պարտեզիս վարդերն ու ամրոցն իմ թակ, գեղեցիկն եմ միշտ փնտրում ու գտնում և արդարության ու բարուն զգտում, անչափ զգայուն, բայց շուտ եմ ներում, հոգուս մեջ երբեք մրուր չի մնում, փոթորիկներ են իմ ներսում եռում, բայց խաղաղ ծով եմ բոլորին թվում, սիրում եմ ինքս իմ ճամփան հարթել և աշխատանքում հարգանք վաստակել, իսկ տարով ձի եմ ես ազնվացել, կարող եմ ոսկնել հպարտ փառահեղ, ունեմ ամուսին, անչափ խելացի և յուրահատուկ և միշտ եզակի, սիրում եմ իմ լույս երեք զավակին, նման պարտեզի իմ ծաղիկներին, երեքն էլ հրաշք խոսքով ու գործով, անչափ հպարտ եմ Աստծո տվածով, ուրախություն ու կարոտ եմ ապրում, և ալեկոծվում, երբ որ նայում եմ հեռվում մեծացող թոռներիս դեմքին, և վախենում եմ, որ չեմ հասցնի, միգուցե օգնեմ, օգներին կանգնեմ, կարիք եմ զգում ջերմ բառերի, տակուկ ժպիտի սրտաբաց խոսքի, տալիս եմ հոգուս ողջ ջերմությունը, մտքիս արգասիքն ու բարությունը, իմ անեղծ, մաքուր, փոքրիկ սաներին, ուզում եմ տեսնել աշխարհը խաղաղ, պարզ ու անպաճույճ և ցորենավետ, իսկ ազգանունս տալիս է իմաց, հենց որ գուգարքից հասնում եմ դիմաց։ Անահիտ Նավասարդյան, ստերեոստուդիայի հաղորդավարուհի, շատ շնորհակալություն, սիրելի ընկերներ, ես ուզում եմ այս պահին խոսքը տրամադրել մշակութաբան, բանասեր, Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնի ասմունքով Գայանե Անտիմյանի, համեցեք։ Ողջունում եմ բոլորից և ասեմ, որ այսպես ներքին հպարտությամբ և ներքին բավարարվածությամբ ըմբոշխնում եմ այս արժևորման, գնահատման, մեծարման հանդես հանդիպումը։ Իրապես մեծի շուրջ ենք հավաքվել ենք մի մարդու շուրջ, ում բարեբախտություն ունեմ ճանաչելու դեռ մանկուց, ում հետ կապված եմ ոչ միայն հող ու ջրի կանչով, ոչ միայն հուշ պատմություններով, որոնք մեր հայրերի, մեր պապերի, մեր ծնողների, մեր գյուղի, մեր շրջանի լավագույն մարդկանց մասին են և որոնցով մենք կրթվել ու ամրացել ենք, այլև նրան ունեմ այսօր իմ կողքին ինձ համար որպես մեծի և ավագի լավագույն օրինակի։ Ես Սվետլանա Քոչինյանի անցած մանկավարժական գործունեության մասին հիմնականում պիտի խոսեմ, բայց ոչ անցած ճանապարհի, այլ դրա կենտրոնում կանգնած ուսուցիչ Սվետլանա Քոչինյանի։ Այո, իրապես Սվետլանա Քոչինյանը ոչ միայն մանկավարժ է, նա բանաստեղծուհի է, ուսուցիչ է, արձակագիր է, կեսագիր է, ինչ որտեղ վարքագիր է, բայց ըստ էության Սվետլանա Քոչինյանը կոչումով ի վերուստ ուսուցիչ է, ինքն էլ այդպես իրեն ներկայացնում է համեստաբար, ես ուսուցիչ եմ, և Սվետլանա Քոչինյանը այն ուսուցիչն է, ում կարիքը, կենսական անհրաժեշտությունը ուսուցչի այս տեսակի իրապես զգում է այսօրվա մերօրյա դպրոցը և աշակերտը։ Դեռ սովետական տարիներին, խորհրդային տարիներին, երբ մանկավարժական գործունեությունը այսպես
սահմանափակվում էր, այսպես եւ իր պահանջներով մեթոդական, Սվետլանա Քոչինյանը երբեք չի բավարարվել դրանով։ Սվետլանա Քոչինյանը կրթել է սերունդներ, որոնք ամուր կարճած են մնացել իրենց պատմությանը, կրթվել են իրենց պատմությամբ, կրթել է սերունդներ, ովքեր բավարարված են եղել օրվա, այդ ժամանակի, այդ օրվա ապրելակերպով եւ օրվա տվածով, լույսով եւ ապրել են վաղվա լուսավոր գեղեցիկ օրվան տեսլականով։ Ափսոսում եմ, որ այսօր չկա ուսուցչի այդ տեսակը։ Ափսոսում եմ, գուցե թե կան, բայց շատ քիչ են, բայց իրապես այսօրվա դպրոցը մերօրյա շատ կարիք ունի այս տեսակ ուսուցիչ մանկավարժի։ Ու եթե մերօրյա այս արժեզրկված, արդեն իսկ արժեզրկված ներեցել, բայց իրապես այդպես է ժամանակներում, այս գահավիժած ժամանակներում, երբ ասում են, որ ակի ու տեսակի մի փոքր փունջ է մնացել, ես վստահաբար կարող եմ փաստել, որ այդ փնջի գերակշիռ մասը Սվետլանա Քոչինյանի կրթած սերունդն է։ Նրա կրթած սերունդի մեջ 45 եւ ավել տարիներ նվիրվել դպրոցին, ես վստահաբար եմ ասում, ես ականատեսն եմ այդ անցած ճանապարհի եւ ինչ որտեղ նաեւ մասնակից ինչ առումով, այսպես կողքից հետևելով, որովհետև ես երբ որ աշակերտ եմ եղել, ընկեր Քոչինյանի ուսուցիչ է եղել, նա նաև իմ ուսուցիչն է, որտեղ Սվետլանա Քոչինյանը կրթել է ոչ միայն դպրոց մտնելով, այլ դպրոցի միջանցքում քայլելով, որովհետև Սվետլանա Քոչինյանի այսքան թվարկած տիտղոսներից եւ այլն եւ ամենագլխավորը իր համեստությունն է, իր պարկեշտությունն է, իր իվերուս տրված ազնվականությունն է։ Վերջերս Սվետլանա Քոչինյանի եղբոր Կարլեն Քոչինյանի մասին ինձ խնդրեցին հոդված գրել, էլի որպես տեսուցանոթ, որտեղ մենք ոչ միայն նույն հողը ջրից ենք, նույն գյուղից, այլև նույն թաղամասից, նույն կարելի ասել մեծ բակից, եւ երբ որ պատվիրատուն կարդաց, ասեց ես շատ հիացած եմ, բայց Գանե ջան, ասես Վան Գոգի մասին ես գրել։ Ես պատասխանեցի, որ ես Վան Գոգին չեմ ճանաչել։ Վան Գոգի մասին կարող ենք պատկերացնել յուրովի ամեն մեկս եւ մեծ մասնագետները իր թողած գործերից։ Իհարկե գործն է խոսում մարդու մասին, բայց Կարլեն Քոչինյանին ես ճանաչում եմ, երբ աչքս բացել եմ, այ մեր լավ ընկեր մշակույթի վաստակավոր գործիչ բանաստեղծ Կորյուն Առաքելյանի բանաստեղծական պոեզիան ինձ շատ հոգեհարազատ է եւ ես հաճախ եմ այսպես մեջ բերում իր բանաստեղծական տողերից եւ հիմա տեղին է հիշել այս բանաստեղծական հետևյալ երկտողը, որ երբ աչքս բացել, սարեր եմ տեսել, այդ նրանից է, որ ինչ որ թանկ է ու մեծ ինձ համար սարով է չափել։ Հիմա ես այսպես մեղավոր չեմ, որ աչքս բացել ու Սվետլանա Քոչինյանին եմ տեսել եւ նման մարդկանց, նաեւ իմ ծնողները, իմ պապերը եւ այս միջավայրում ձեռք են բերել այն ինչ ունեն եւ այո դա բարեբախտություն է, այո բարեբախտություն է եւ այն ինչ որ ունեն ձեռք են բերել այս միջավայրում, այդ նվիրումը, մաքրությունը, անշահախնդրությունը, էլի այն ամեն ինչը, սրանք ես խոսում եմ պարզ ու հասարակ բաների մասին, որտեղ գիտեմ նախաձեռնողները անշուշտ կներկայացնեն այն ինչ որ կներկայացնեն, բայց ես խոսում եմ պարզ ու հասարակ, բայց կարևոր բաների մասին, առանց որի այս աշխարհը արդեն մեռնում է, վախճանվում է սիրո, մաքրության, առաքինության, նվիրումի մասին եւ հավելեմ նաեւ որ այն ինչի մասին որ ես ինչ դիտանկյունով որ ներկայացրեցի Սվետլանա Քոչինյանին այդ ամեն ինչը ես տեսնում եմ իր գործերի մեջ ինձ համար շատ կարեւոր է եւ մեզ համար որտեղ այստեղ հարգարժան մարդիկ են հավաքված ովքեր հարգում են իրենց, հարգում են դիմացինին եւ արժեվորում են մշակույթը, արվեստը եւ դրա պահպանումը, դրա զարգացմանն են նվիրվում շատ կարեւոր է տեսնել մարդուն իր արած գործի մեջ
նույնականացնել նրան, այնինչ ինքը ստեղծում է, անգամ ոչ միայն արվեստագետ, այլ արվեստավորը, այն ինչ որ ստեղծում է, ասենք դարբնի գործի մեջ նրա կամքը, նրա ուժը, ամեն ինչը տեսնում է, նրա զորությունը, Սվետլանա Քոչինյանի ստեղծած բոլոր գրքերի մեջ, բոլոր արարումների մեջ, նրանց այդ ճանապարհը պարզ է, շիտակ է, ազնիվ է, ճշմարիտ է, այստեղ շինծ ու ոչինչ չկա, համեստ, առաքինի, պարկեշտ, անձնավորություն։ Ինչ ասեմ, սիրում եմ բոլորին, սիրում եմ մարմատները և շատ բարձր եմ գնահատում, շնորհակալ եմ օրվա կազմակերպիչներին և շնորհակալ եմ հրավերի համար։ Թե չարածից մեջ մեղադրում, հանցանքներ են վրազ բարձում, կարկանում են, լրի մնչում, վերից է օգնության հասում։ Երբ լույս մանման սիրով լծված, փորձում են խոսք, խրատ ուսել, ու նրբայում ժանյակի պես բարեր շուսել, երբ ուզում են նրանց հոգում, գիտելիքի ջահեր ոցել, իմ անդախտուն ու հոգնաբեր, վերիչին են ես դիմում հետ, ոչ գրող են, ոչ բարաստեղծ, մերթ դառնում են բարաստեղծ, երբ ասելիքն իմ անկեղծ, ու բարեկամ կողքիս անեղծ, 14 կիլո։ Սիրելի ընկերներ, Տիկին Սվետլանա Քոչինյանի խոսքերով երգ ունի գրած վաստակաշատ մանկավարժ Կարինե Սարգսյանը։ Համեցեք Կարինե Սարգսյան, եկեք ծափահարենք ներկայացնենք։ Առաջին պահից, երբ որ տեսանք մեկս մյուսին, երբ ոնց որ ես չգիտեմ մի հարազատ կապ գտանք, այդ կապը շարունակվում է Ռուզաննա Բուրշյանի գրքի շնորհանդեսի օրը։ Շնորհակալ եք Ռուզաննա ջան այդ օրվա համար։ Գիտեք ինչ, իսկական մեծարման արժանի դուստր է, հայուհի է, գեղեցկուհի է, պարզապես լավ մարդ է, էլ չեմ ասում իրեն մեծ կոչումին արժանի մանկավարժ և իրենից հետո թողած այսքան մեծ գործեր, որոնք երևի միշտ էլ պետք կլինեն, պետքական կլինեն և շարունակելի կլինի քո թողած հետքը, Սևլանա ջան։ Ես Հայաստանն եմ, Սեղմասիսարն եմ, հպարցիվանն եմ, ծովասարն եմ, արածն ու վանն եմ, ճինչ կապուտանն եմ, կապուտ սևանն եմ ու հրաստանն եմ։ Ես Հայաստանն եմ, Սեղմասիսարն եմ, հպարցիվանն եմ, ծովասարն եմ, արածն ու վանն եմ, Կապույտ սևանը ու հրաստան Դուր եմ ու խաղով, ծիրան ոսկեշով, խաչկար ու գարբեր, հոյակ ու գամբեր Դուր եմ ու խաղով, ծիրան ոսկեշով, խաչկար ու գարբեր, հոյակ ու գամբեր Ես Հայաստանն եմ, մենք Հայաստանն եմ, ես Հայաստանն եմ, մենք Հայաստանն եմ Սիրան ոսկեշով
դառնալու մենք պարանալու անընդհատ ես լսում եմ ու ձեզ ձեր ամուսնու հետ վայրը Կարինե Սարգսյան, Սիրելի ընկերներ, խոսքը տրամադրում ենք նախկինում Կրթության ազգային ինստիտուտի նախաշավի ամսագրի խմբագիր սրբագրիչ և Տիկին Սվետլանայի գրքերի սրբագրիչ Գոհար Ամիրբեկյանի համեցեք։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, ինձ բախտ է վիճակվել ներկայացնելու Սվետլանա Քոչինյանի վաստակի մի ամփոփ հատված։ Կոչում և նվիրում։ Այս երկու հատկանիշների միատեղումը հատկապես ցանկալի արդյունք է տալիս, երբ այն դրսևորվում է ուսուցչի մասնագիտական կերպվածքում։ Սվետլանա Քոչինյանի կերպարը այդ երջանիկ զուգադիպության կայացումն է։ Հիրավի, ի վերուստ տրվածը նորածին մանկան պես խնամք է, խնամք և փայփայանք է պահանջում, և դա պիտի կատարվի անձի գործունեության ամբողջ ընթացքում։ Նմանատիպ մի հրաշագործություն իրականացել է վաստակաշատ մանկավարժ Սվետլանա Քոչինյանի դեպքում։ Դպրոցում աշխատելու 45 տարիների ընթացքում նա գրել է կրթության որակի բարելավմանը միտված հոդվածներ, որոնք 15 տարի շարունակ պարբերաբար զետեղվել են Կրթության ազգային ինստիտուտի նախաշավիղ գիտամեթոդական ամսագրում։ Նա դարձել է նախաշավիղի հավատարիմ ընթերցողը և անձանձիր թղթակիցը։ Մոտ 20 տարվա կյանք ունեցող ամսագրի էջերի զարդերից էին Քոչինյանի հոդվածները։ Դրանք հանրապետության տարրական դասարանների ուսուցիչներին մատուցել են ուսանելի փորձի և մասնագիտական իմացության գեղեցիկ դրվագներ։ Սվետլանա ջան, մանկավարժական գործունեությանը զուգընթաց արդար մտավորականի տքնաջան ջանքերով դու կյանքի ես կոչել այս խորիմաստ գրքերը։ Գրքասեր հասարակությունն արդեն վայելում է դրանց պարգևած իմաստալից հաճույքը։ Քո համբերատար նպատակասլացությունը տվեց ցանկալի արդյունք։ Պատեհ է Թումանյանի հանճարեղ տողերը մեջբերել նաև այս պարագայում։ Գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար, եղնեք նրան, որ իր գործով կապրի անվերջ անդադար։ Հավատացած ենք, որ քո ազգանվեր գործը նույնպես կապրի դարեդար։ Սիրելի Սվետլանա Քոչինյան։ Սիրելի, կատարելով հրաշան, պիտի կաշտամ, պիտի գրել, պիտի շողամ, պիտի փայլել, քոլուստով մի խզմարել, ինչուները մենք գետմարել։ Խնդրեմ համեցեք, այս աղջիկը հիմա դալիճում է։ Այ գնարան իմ սիրելի, կոտարելով հրաշալի, պիտի կարդամ, պիտի գրեմ, պիտի շողամ, պիտի փայլեմ, ու քո լույսով միտքս մարզեմ, հնչյունները մեկ-մեկ պարզեմ։ Ձեր շորի պարզեցի բոլոր Իմ աղջիկը հիմա բժշկական ավարտել է այս տարի և արդեն բժշկուհի Արենյանը սովորել և բոլոր ինչուները պարզել։ Ես հիշում եմ, որ միշտ մեր դպրոցում ամենալավ միջոցառումները ընկեր Քոչինյանն էր կազմակերպում ու միշտ երբ իմանում էր, որ ինքն է կազմակերպել, մեր դահլիճը լեփ-լեցուն էր։ Շատ սիրում միջոցառումներ էր, մինչև հիմա ոչ մեկ միջոցառումներ չի կարող կազմակերպել։ Շնորհակալություն, որ գնահատում եք։ Հետաքրքիր ելույթներ դեռ ելույթ ունեցողներ են լինելու։ Սիրով ուզում եմ խոսքը տրամադրել մեր շատ սիրելի գրադարանի լավ բարեկամ Գորյուն Առաքելյանին, բանաստեղծ Գորյուն Առաքելյան։ Համեցեք։ Շնորհակալություն այս օրվա համար
Լավ է, որ Տիկին Քոչինյանը մանկավարժ է, որովհետև մեր կյանքում մենք եթե ինչ-որ մի բան այնպես չենք անում, դա երևի թե լավ մանկավարժի պակասից է, լավ մանկավարժի պակասից է, և ես ուզում եմ ընդամենը հիշել մի բան, որ ես շատ տեղերում եմ այս նախադասությունը օգտագործում, եթե մեր օրերում Թումանյանի պես մի բանաստեղծ ունենա, ես գրողների միության մի հավաքում այն ժամանակ այսպիսի ելույթ ունեցա, ասի ես էլ նրանց հետ, եթե մեր փոխարեն Լեոն Թումանյան ունենայինք բանաստեղծ, մեր կյանքը շատ լավ կլիներ, որովհետև նա մենակ այս 20 թվականի ծանր օրերին հայկական ու ադրբեջանական գյուղերով շրջում էր և այնպես, և որովհետև իրեն ճանաչում են և ադրբեջանցիներ և հայերը և այնպես արեց, որ արյունահեղություն չեղավ, ասեց, խնդրում եմ ձեզ արյունից հեռու մնացեք, արյուն չանեք, որովհետև արյան գինը շատ թանկ է, հետո չեք կարողանալու որևէ մեկը վճարեք։ Լավ է, որ դուք մանկավարժ եք։ Եվ ես այստեղ նստած հիշեցի իմ դպրոցական տարիները իմ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուն, որը շատ հաճախ ինձ հրավիրում էր գրատախտակի մոտ, այդպես գրատախտակի մոտ և ասում էր նոր բան չես գրե կարդաս, և ես կարդում էի։ Հիմա ես պատկերացնում եմ, որ դուք եք մեր ուսուցչուհին, մենք ձեր դասին ենք նստած և ես դարձյալ փորձում եմ իմ բանաստեղծություններից կարդամ, տեսնեմ կհավանեք թե Շատ են կարդացել։ Բանաստեղծությունը կոչվում է սիրո պակասից։ Այդ սիրո մասին խոսենք այսօր։ Անհակ սիրո պակասից է հողի շուրթը, որ չորանում, ճաք է տալիս։ Անգամ խոփը, երբ անսիրտ է մտնում հողը կարգին շուր չի գալիս, ցանած սերմը ծիլ չի տալիս, բերք չի տալիս։ Անկել սիրո ու կարոտի պակասից է, որ 40 գինի ցնդում, այդ դառնում է սև ու չոր մրուր։ Այդ մրուրից ոց խոչ խաղողի, ոչ էլ գինու հոտ չի գալիս։ Երբ որ քարն ես անսիրտ դնում իրար վրա, առանց սիրո այդ քարերը պատ չեն դառնում, տուն չեն դառնում, թե անսերը ծաղիկն անգամ տալիս աղջկան, ծաղիկն իսկույն նրա ձեռքին թառամում է, բույր չի տալիս, սեր չի տալիս, օրդ մի օր թե անսեր է աչքը բացում, եկած օրդ օր չի դառնում, արահետդ տուն չի տանում։ Եվ մի բանաստեղծություն, որը կոչվում է, այստեղ կլինեն նաև գյուղացի մարդիկ, որոնք գյուղական ծագում ունեն, ես գիտեմ, գյուղական ծագում ունի, և այս բանաստեղծությունը կոչվում է գյուղացի պապս։ Գյուղացի պապս։ Պապս նայում է կուտակվող ամպին, նրա փեշերից հասկանում էր, թե ինչ եղանակ է վաղը լինելու։ Օրն իր արևով ժպտալու է մեզ, թե անձրևելու։ Տատս եկնանքով կիսաժպիտով միշտ մեզ ասում էր, ձեր պապը լավ էր հասկանում նաև կանանց փեշերից։ Լավ իզար։ Գիտեր ու փեշն է շուտ կարճանում, կամ սերմը հողին ձեռքով շաղտալուց, որ կնոջ փեշն էր բարակում մաշվում, կամ էլ պատրվում մթին գիշերով չափարն անցնելիս։ Հողի փեշերն էր և լավ ճանաչում, գիտեր, վարելիս գիտեր երաշտի տարում, հողը ոչ շուտ կա, որ հողի աչքը ջրից կշտանա։ Գիտեր ծորենը որ հողում ցանի,
նահանջիկ տարին որբեր կստանա։ Գիտեր որ ծառի չիպոտն իր կտրի, որ իր կոշտ ձերքին երկար դիմանա։ Կամ էլ որ ցեղից աղջիկը ուզի, որ առողջ լինի ու շուտ մայրանա։ Իմ պապի նման մարդիկ ափսոս որ հիմա մեր կողքին քիչ են մնացել։ Արհավիրքների հեղեղին դաժան, նրանք էլ մարդ են ու չեն դիմացել։ Ձեր տասին շնորհակալ եմ ձեզ անչափ, դուք միշտ բարի եք և այսքան մշակութային մարդիկ դուք կարող եք միայն հավաքել միտեղ։ Շատ լավ։ Ինձ համար մեծ իրապես ճշմարիտ մտավորականի ուսուցչի և լուսավորիչի առանց միկրոֆոնի ձայնը շնորհավորում եմ նորանոր ձեռքբերումներ, նորանոր այսպիսի ջերմ դահլիճներ։ Անակնկալը նրանում էր, որ երբ որ ուղարկեց մի քանի բանաստեղծություն, աշնան վերջներ և աշնան բանաստեղծությունը կպավ սրտիս ու ինչն է հետաքրքիր, որ նմանատիպ վայրս ստեղծվեց։ Այսօր վայրսերի օր է։ Աշուն քեզ աշուն, ինչքան ես նախշուն, երկնքում տեսա կրունկների չուն, ամեն տերևդ մի հրաշք գուն է, ամեն տերևդ պատկեր հրաշագեր, արարչի վրձնով արարված տեսի, այնքան գեղեցիկ ու վեհատեսի, այսքան երանգներ, կարմիր գույնի մեջ, այսքան կրակներ, բարբերուն անշեջ, կարմիր է ծորում ամեն մի ծառից, կարմիր է կաթում անուշ խնձորից, կարմիր հոնին էլ ուլունքներն առել, բարձերի մեջ է խնամքով շարել, փշոտ մասրենին, կարմիրով զուգվել, խոնար հարսի պես, գլուխն է կախել, եղևնուն փարված մի կարմիր բաղել, ճոճվում է օդում հանձլարածաղել, բարսերն է պրել կարմիր գորքյուսել, ու սիրատոջոր աշնանը սպասել, կարմիր է օրը, նախշե ու նկար, առաջ վախինգնում, հավատը չկա, աշունը սարն է ու նաև նվախ, օդում կամինեցի գրախում բհավ, կյանքն էլ աշնան պես քույներն է փոխում, ու մեր սրտերի նոր հույսեր բերում, կյանքն էլ աշնան պես գույներ է փոխում, ու մեր սրտերի նոր հույսեր բերում։ Հուսով եմ Սվետլանան ինձ կների, որովհետև շատ վատատեսական ավարտ էր, քամին մեր սրտերը, ճիվախ քամին, ասեցի ես ոնց ճիվախ քամու մասին երկեմ և փոխեցի, չէ, ես փոխեցի նոր գույներ բերեցի և ես չեմ կարող
հեռանալ ձեզանից շատ լավն է։ Սարից կուգազով քամի Yarı sanzi hofkani Arne melenem alayas Udem zune khemem jure Pargam lancin içnim ta Pargam lanci içnim sa Khanzore gelorele Jampitse molorele Arnem melenem alayas Udem zune khemem jure Pargam lanci içnim ta Udem zune khemem jure Pargam lanci içnim ta Arsalufet hakele lele Kananç kamir kapele Vekele sola ya Akçi kutsamere lele Enzi varet kosere Vekele sola ya Tağamir bahovari lele Bokeri şahovari Vekele sola ya Kançeko kançimerne lele Koanuk seni merenem Vekele sola ya Vekele sola ya Vekele sola ya Իգին ավելի ջան, ուրեմն ես ուզում եմ ձեզ բոլորիդ մի քանի րոպեներ տեղափոխեմ իմ մանկության մոլորակի լուսեղեն աշխարհը, որտեղ 45 տարի ես ամեն օր վայելել եմ այդ հաճույք, այդ փողիկների հետ շփվելը, նրանց թոթովախոս խոսքը լսելը, նրանց մաքրությունը, անմեղությունը վերցնելով եւ ամենամեծ հրաշքը դա է երեխաների աշխարհը։ Եկեք խնդրեմ փոքրիկ կրճատած շատ կարճ հակիրճ վիդեոներով մի երկու պատառիկ իմ միջոցառումներից դասերից։ Կարծում եմ չեն Tu pourras les peurs qu'à toutes mes pleurs Je me sois trompée de loin et là Qui ne me donne pas son content Que tu comprends Դասներները դասան, վերջին դասան լսեք։ C'est l'attendre Հայրան սավակականից։ Ջան, ես անկեղծ լացող եմ նայել ու այն հիշողությունները, որ ունեմ ես երեխաների հետ, չգիտեմ, իմ կյանքում մի ուրիշ հաճույք է եղել, երջանկություն է եղել։
որ չաչարվելուց հետո ստացել եմ այս աշխատանքը, ներկայացումը ինձ համար վայելք է եղել իսկապես։ Բրավո։ Այգոլիքի պատգամն են գրել բանաստեղծությամբ, ինչ պիտի անեն, որ առողջ լինեն երեխաները, ինչ այգոլիքը բաժանում է երեխաների, ինչ պատգամները։ Դասան կոչում են մաշտոցավա։ Դասարանս կոչվում էր մաշտոցավա, այդպես է ես վերնագրել։ Մի քաղաք էինք ստեղծել, որի անունը դրել էի մաշտոցավա։ Պատրաստել էինք ստվարաթղթից այդ բոլոր տնակները, ամեն տարի համար, երբ որ սկսում ենք այբենարան ատարը, ես քշում էի, դե երեխաներ, պիտի գնանք մաշտոցավան, փողոցներով, տներով, համարակալված, եւ սկսում էինք այդ օր այդ տարը սովորեցինք, դնում ենք իր տան մեջ, պատշգամներ կային նույնիսկ երկրորդ, երրորդ հարկերում, եւ շատ հետաքրքիր մտածեցի եռանկյունաձև ուրգի նման մեր այբուբենը դասավորելով։ Դիմավորեք Սունդուկյան թատրոնի դերասան ներկայացնենք, որ ինչ է, Սամվել Բաղինյան, մեր Սամվելը։ Ուրեմն մի բան ասեմ, ինչ ասել մի քիչ մեկ, կանչեցին բյուրականից վերև մի գյուղ կա, ոչ ավել, ոչ պակաս Նարեկացի դպրոցում, ասյալ մարդ, Նարեկացի դպրոցում, Սերգուշ Բաբայանին մեր հայտնի, գիտեք Սերգուշ Բաբայանը, որ լավ, այո, հրաշք ասմունքով, հրաշք վարպետ, Սերգուշ Բաբայանի, որ հրաշալի անզուգական շիրազ է կարդում և ամեն ինչ, Բաբայան ունես Նարեկացի, ասից հան մի կտովներ ունեմ, ասի դերականն մի գնանք իրար հետ դպրոցից կանչել են, գնացի, այս դպրոցի դիրեկտորը ինձ նման շատախոս, ճորոմախոս մի մարդ, ասեց ես պետք է շատ բարձր ներկայացնեմ ձեզ մակարդակով, մանկավարժ, իսկապես լավ մանկավարժ, Անմար, ներկայացնելը որն է, դասակներ են բարձր, դա ասեմ, որ ես հիացա աշակերտները ոնց լսեցին, ոնց Նարեկացի լսեցին, ես հուսահատված էի, այս մեր իրավիճակից, այս մեզ դեգրադացիայից, բայց ես ապշեցի այդ երեխեքա ինչ հարցեր տվին ու ոնց լսեցին Նարեկացի Վազգեն Գևորգյանի թարգմանությամբ։ Հիմա այս մարդը ներկայացնում, ասեց, դες ինչ եմ դրել։ Գաբրիել Սունդուկյանի անվան, ազգային ակադեմիական թատրոնի առաջատար դերասան, ասմունքի վարպետ, ենադատա, ասի ստոպ, Սերգուշին նախ ներկայացրու վարպետը նա է, բայց Սերգուշը կոչում չունի, իրոք ցավոք չունի, ասի ոնց չունի, դու չգիտես, ես չեմ իմացել, ուրեմն ունի, հա, ասի հա, իհարկե, բաբոն, առաջինը Սերգուշին ներկայացրու, գրեց կազմեց, ինձ էլ ասա, Սունդուկյանի թատրոնի դերասան, ասմունքով Սամվել Բաղինյան, ճոռոմացրու, որը ստեց ասեց, ուրեմն, հիմա ելույթ կունենաս երևի բարեկամներ, Հանրապետության, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Սերգուշը մտածեց, դե ես եմ ելի։ Ասմունքի վարպետ, դե Սերգուշը մի քիչ հուշտ է, որ դու վարպետի մոտ վարպետ, մեկ էլ որ չասեց Սերգուշ Բաբայան, ինքը շատ համեստ մարդ է, ձեզ նման համեստ, զուլան մարդ է, ասեց, բայց ես, բայց ուզեց ասի, ես ոչում, ասի սուրտրա բեշեք ասեմ սխալվել եք, ժողովրդական պետք է ասի, և ով զարմանք, այդքան Սերգուշ Բաբայանի հետ կարդացել եմ, մեր պոեզիայի թատրոնում հսկայական ուրեմն Նարեկացի ակարդում, Չարենց ակարդում, անկրկնելի ես ձեզ բոլորիդ հրավիրում եմ, ոնց է նա Չարենց կարդում, դա անկրկնելի բան է, մեր ես եմ իմ ամի պոետներ կազմամիջ, առաջին անգամ Սերգուշս երկու անգամ սխալվեց, մանրագից, ասի, ես է քեզ կոչում տվի, հիմա ինձ համար սիրելիս, շատ ես ձեր նկատմամբ
շատ մեծ համակրանք ունեմ հայերեն ասած սիմպաթիա մաքուր հայերենով եւ ասեմ որ բարի նախանձով նախանձելի են ձեզ նման մարդիկ, սիրված մարդիկ, որոնք իսկապես սիրված են։ Դենց աշակերտներ ունենալ, դենց բաներ։ Եվ նաեւ ես եմ ձեզ նախանձում, որովհետեւ չզարմանաք, ես երազել եմ ուսուցիչ դառնալ։ Ինչու՞։ 3 հրաշալի ուսուցիչներ եմ ունեցել։ Ընկեր Դավթյանը, ընկեր Ասատրյանը, ընկեր Շուշանիկ Գրիգորյանը, եւ ես նրանց օրինակից շատ ժամանակ կյանքի տարբեր սիտուացիաներում այդպես մի զարմանալի բան ա եղել։ Միջև Աստծո կոնտրոլը, որ հետո հավատացյալ ես դառնում, ասում ես Աստված նայում է, վատ ես զգում։ Եթե դու մարդ ես ու հավատացյալ ես, ասում ես, չէ, այս բանը որ անեմ, Աստված բայց նայում է, հա։ Միջև Աստծո մեջ ճանաչելը ուսուցիչներս են ինձ համար եղել, որ ինչ կասի ընկեր Ասատրյանը, եթե սենց անեմ ինձ։ Փառք ու պատիվ ձեզ։ Եվ երազել եմ դառնալ ուսուցիչ, երազել եմ։ Ցավոք սրտի դերասան դառա, դրա համար որ շատ եմ խոսում, դա այդ ուսուցիչն է մեջ, որ մի բան եմ ուզում եմ բացատրել, որպես մի բան սխալ է ուզում եմ բացատրել, ասել, այդ ինչ նստած ուսուցիչն է, իմ կոլեգա, այդ ինչ նստած ուսուցիչն է, եւ ես երազում եմ, որ գա ժամանակ, որ մեր հայրենիքում ուսուցիչը այնպես պատվի հարգվի, ինչպես Ճապոնիայում ես տեսել եմ, տրանսպորտում ոտի են կանգնում, ուսուցիչները հատում ոտի են կանգնում, այսպես ես չմեռն եմ ապրեմ այնքան, ես զորով եմ ապրում, այս 40 օրյա պատերազմից հետո որ եկել ասում եմ, այն ջահել երեխեքին գնդակը կպավ մեր երկրապահի ջոկատունդեին, Աստված իմ, այս բիծում, այն ջահել երեխեքին թևի վրա գնդակը կպավ, ինչ խիչ կպավ, ես ապրել չէի ուզում, բայց ես ուզում եմ, երազում եմ հիմա, որ գա ժամանակ, որ մեր մոտ զինվորականը այնպես պաշտվի, ինչպես Իսրայելում գնահատվի։ Ուսուցիչը այնպես, ինչպես Ճապոնիայում, զինվորականը ինչպես ուրեմն Իսրայելում եւ Չինաստանում կա նահանգ, որտեղ կան չինական տրադիցիոն բժիշկներ, աստվածատուր եւ տարիների փորձով, որոնք պաշտամունքի առարկայի։ Այսինքն ուսուցիչը բժիշկը, զինվորականը, նաև մարդավարի ոստիկանը, որը պետք է լինի պաշտպան ժողովրդի, ոչ թե մաֆիոզի հետ լեզու գտնող, օրթախ մտնող, թալանանող ոգոմը։ Եվ մի բան ասեմ, դուք երջանիկ եք, որ գտել եք ձեր կոչումը։ Դուք այն մարդը, որը իր կյանքի կոչումը գտնում է, որտեղ այդ անտեր մասնագիտության հետ դու կյանք ես ապրում։ Եթե Աստված հեռու տարավ այն մասնագիտությունը չի, ու դու ստիպված ես աշխատում, որ փող վաստակես ու ապրես, դա մեծագույն ողբերգություն է, այնպես ինչպես ապրել չսիրած մարդու հետ։ Երկրորդ երջանկության ֆենոմենն էլ նայա, մասնագիտությունից բացի սիրած մարդը դրա հետ կյանք ես ապրում։ Մեկի բախտը բերում է այնքան հրաշք կանայք կան ու հրաշք տղամարդիկ, արա այդ անտերը կեսը չի գտնում էլի։ Չի ստացվում, բայց երանելի են նրանք, ով գտնում է։ Այդ բանաստեղծությունը տեսա, որ ամուսնուցողը դեռ շատ տարված է, շատ գոյ է։ Ուրեմն երկու հարցում է, եզակի ամուսին, եզակի, ապրես, ուրեմն նշանակում է, որ կբարևես այդ բախտավոր եզակին մեր կողմից, ու մեր նախանձը կփոխանցես, քո կոմպլիմենտների համար։ Հույս ունեմ, որ մեր հայրենիքը այսքան տառապանքի միջով անցնելուց միայն նրանք չեն մեղավորելի ասել, բոլորս են մեղավոր ենք, ամենքս մեր տեղը մեղավոր ենք, կապաշխարենք, լույսի կգանք, դարձի կգանք, եւ այդ հիմնականը մեր հայրենիքի քիչ թե շատ բարեկեցիկ, քիչ թե շատ ապահով երկիր ու հայրենիք ունենանք։ Շնորհակալություն կրկին ձեզ, շատ մեծ պատիվ եմ համարել Թումանյան գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ անցյալ տարի մեր Լոռու մարզի Նարեկացի եկեղեցում հենց Թումանյանի ծննդյան օրը փետրվարի 19-ին մեր շատ հարգարժան, պատկելի, սիրելի արտիստը, մեր շատ սիրելի արտիստուհու Գրետա Մեժլումյանի հետ միասին եւ իր հրաշք տիկնոջ հետ միասին ներկա գտնվեցին եւ Թումանյանը ներկայացին իրենց մեկնաբանությամբ Թումանյանական աշխարհ մի հրաշք կես ժամից ավելի տևողությամբ, չգիտեմ, խոնարհումս այն ամեն շնորհակալական խոսքերը շատ քիչ են հաղորդել իմ զգացածը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, սիրելի ընկերներ,
Մենք իմացանք եւ տեսանք, որ մեզ եթե այսօր մեր աշխուղ Նազելի Գրիգորյանը մեր շատ սիրելի, մեր գրադարանությունված բարեկամներից Իմ սիրելի, իմ հարգարժան տիկին Սվետա, աշխարհի ամենալավ մարդիկ, ձեր ասած Վան Գոգը, մենք բոլորս ամենահասարակ մարդկանցից սկսած վերջացրած Վան Գոգով, մենք բոլորս պարտական ենք, պարտավոր ենք ուսուցչի եւ ուսուցիչ լինելը մանավանդ ես տարիքի հետ հասկացա, վերջերս մի քանի այսպես ընկերներս ասում են երեխեքին սովորեցրու, հասկացա որ դա հանակ մասխալություն չի, հանակ մասխալություն չի, դա այդ ամբողջ այդ նվիրում ապահանջում ժամանակ, սեր եւ այս ամբողջ աշխատանքը ձեր գրքերի այս ամբողջ մի գրադարան է, սա ջանք է, սա կամք է, սա եւ ի վերջո կյանք է, հաշուկ եմ, չէ, հանգերը գտնացել եւ թեկուզ շատ շտապում եմ, բայց այնքան շատ եմ ձեզ հարգում։ Կներեք, ես այսպես չեմ կարողանում շատ արագ ստեղծագործել, ինձ մոտ լավ չի ստացվում։ Ես եկել եմ ուղղակի խոնարհվելու ձեր գործից, ձեր արած ամեն ինչի առջև, որովհետև իմ իմացած մանկավարժները հենց այսպես գեղեցիկ հարդարած մազերով, այն մարգարտաշարով եւ այսքան հանդես երանի նրանց ում որ դուք դասավանդել եք եւ երանի նրանց ովքեր որ ձեր աշակերտն են եղել։ Նանի կարաբալես, նանա, Nana çarıtani balıs nana Nani kara borgen zanas Nani dardık haskanas Kervatmer masis sarı Van aliç ahtamarı Enel kiçer kanca sarı im huys bala nana Nani kale im bali balen nana Da khabar patit ganalı nana Ernak var hırskanım çez Vucuran me karışta gez Ergirasin kançetin kah La cukarot mer yer kutah Etel kiçer aver artsah Im huys vala nana Im huys vala nana Bravo. Aferin. Ինքան սիրեցի ձեզ, հենց առաջի հանդիպումը մեր, էլի այս գրադարանում է եղել։ Էլի բաներ այս գրադարանից են լինում։ Գոհարի միջոցառման է, չէ Գոհար ջան։ Շատ միասին կոփակի։ Մի խոսքով։ Հորա ես հորա քյոմադա հորա հոպրիո ջան վարարա աշխարհը դեռ հումա կրակ ոտիստակ էրումա Որտիտես գարիբ են գնացել Երգրի ցանմես ցավին մերումա Ռեկնակը մեր մտավ հաշովը Դարդերս են եզնանց քաշովը Հասցնենք ետ դառնանք մեր շելի Այս քանդված աշխարհքին տերելի Հորը
ախպեր ջան արդար չի Թշնամին տանից նա սարդար չի Քու գիրնել իմ իսպես բժարա Հենց մնակ հայրները կարդալը չի Հոարը ախպեր ջան Քրդին քան ով կշտը ով հարստացավ որ ես չէ Մերնելիս հետնովիչ տարավոր ես չէ Միտս չի մինել երբեմ խնդացել Ով ծիծաղեց, ով լացելա, որ ես չէ Հորա ես զով Հորա քյոմատա հորա Հորա հո հորա հո հորա հո հոպրիո Հո 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 Ջան Աշոտ Նազելի Շնորհակալություն Այո, այո Շնորհակալ եմ շատ Գացված եմ Նարինե Կարապետյան, ով այսօր կներկայացնի 90-ական թվականներին գրած իմ շունն ու կապ Ողջունում եմ բոլորիդ, սիրով եմ ներկայացրել մեր Սվետլանայի այս գեղեցիկ միջոցառմանը Դե ես բանասեր չեմ, շատ գեղեցիկ կարողա, բայց մարդասեր եմ Եվ ինձ բաժին է ինքեր Սվետլանայից ցանկանում եմ ընտանեկան երջանկություն եւ առողջություն Մնացածը ստեղասեցից Եվ ես կարող եմ կարդալ այսօր 90-ական թվականների Սվետայի ծանր օրերը բոլորս ենք տեսել Շունու կատուն Ժամանակով կատուն չոն էր արհեստանոց ցուցեղներ Կատարում էր շատ պատվերներ ուներ բազում աշակերտներ Օրից մի օր Միխելոկ Շուն ջանքել էր մի մորթին աշուն ուզեց կարել իրեն մուշտակ որ ձմռանը լինի լավտակ Մորթն առավ ճամփա անկավ ուստակատվի ցեխը հասավ Վարյաչով ուստակատու Քիչ ցրտել է իսեր ասու Արես մորթին ու ինձ համար Մուշտակ կարիս վրաս հարմար Աչքիս վրա քերի քուչի Դոլարով է հանակոչի Հողնաձերը մեկից կարն է Չապնուձին էլ հիմական եմ Թե ամեն ինչ հաջող լինի Համ լույս լինի, համ ջուր լինի Քո մուշտակը պատրաստ կլինի միջև հաջորդ երկուշաբթի Երկուշաբթի ծանր ու մեծ Շունը կատվի շենքում կանգնեց Ուստեն ուրա, մուշտակս ուրա Մի քիչ կաց իրես կերևա Ուստեն եկավ մուշտակը հագին Շանը տեսավ բեխի տակին Իրեն քիչ փնթփնթաց Հաճախորդի վրա թնդաց Ցուրտ է տարախ, բա տնաշե Չես թողնում որ կարգին շնչեմ Երեք նոր են ջուրը տվել Հազիվ հասցրի ծրծամ դնեմ Թե որ հանգած լույսն է լինի Մեքենասիրուն կարգը կարի Համբերություն բնավ չունես Մի քիչ պարտու եթե ունես Մի գործանել փոքրիկ բիզնես Տոկոսը հետը ետ կտամ քեզ Ես պատվարշան ուստամարդ եմ Խոսքիս տերն եմ դրամարդ եմ Ուստանում եմ շուտ կբերեմ Դրամները հեմըտ կշարեմ Շատ միամիտ մարդ է քուչի Հեշտ հավատած երկարաբոչի Ինչ որ ուներ տվեց ուստին ու ետ դարձավ Ահը սրտին Մի շաբաթ անց նորից եկավ նայեց ու ինչ տեսավ Մի ցուցանակ դռնից կախված Ցեխը վաղուց է վաճառված Ուստա կատուն Լոնդոն գնաց Չաներ մեխեր շունը Ազեր թողած իրածունը Դես է վազում, դեն է վազում Իրեն մորթի ետ է ուզում
բայց անօգուտ եւ ոչ մի հետ կուստակատում կորաբան հետ այդ օրվանից մինչեւ այսօր խափաչունը տկլիկ տկլոր որտեղից մի ձայն է լսում խափեփային են ասպասում թե միգուցե կատուն ետ գայի մուշտակն ու փողը ետ տա իսկ խորաման կուստակատուն կառուցել էին համար տուն անհոգ ուրախ կյանք է վարում Լոնդոնի մի Արլանդանում բոլոր քսվածներին անանիմված Երբ որ Նարինկան, ես ասեցի Նարինկան, հայ երտես ինչ կսազի, եքյատ ասած դե ինքը աշխատում է եքյատի կենտրոնում, այո, ինքը եքյատներ, երկեր, ազգագրական, շատ հետաքրքիր տատիկի կերպար է ինքը, ասեցի Նարինկա ջան, ասեցի ինչով կարամ օգտակար լինեմ Սվետա ջան, վայ ասեցի դու շուրն ու կատուն կկարդար, շուրն ու կատուն, և ոքի հենց ես մի անգամից եմ ընտրում, ես գիտեմ ով ինչ դերի համար է հարմար, այդպես էլ այլ եմ դասանի երեխաների համար, ուրեմն մի էպիզոդ, մի երեխա ունեի, ոչ խոսում էր, ոչ բաց, սրա միշտ բեր տամ ասված ջան, ինչ անեմ, բերեցի, տվեցի հարսի բերել, ազգ Հայաստանի, մեր բիբլիական է, ասվածներից սկսած են գրքի մեջ, մենք Հայաստանն ենք մշակել եմ ամբողջությամբ, մի խոսքով, արմատներից, արամազդից, մեր հին աստվածներով, հետանոց աստվածներով, այս երեխան չի խոսում, բայց տեսքն են սիրունա, եղեցիկ աղջիկա, ասի ազ դու շատ սիրուն հարս կլինես, անի դու պես այ չխոսկան հարս, դրեցի ինքա սիրունա իր ամարիք մկան երջանիկ, երես լավաշներ կծեց ուսին, բան, մի խոսքով, գտել են անկեղծ ասած յուրաքանչյուր երեխայի ճիշտ տեղը։ Մի տարի էլ սա էլ ասեմ շատ կար, մի տարի էլ մի ագարյան ունեցա ժողովուրդ ջան։ Այս բոլոր երեխաները թնդիկ։ Չգիտեմ ինչի է տավա երեխեքը, թնդիկ էին, այնար իմ երեխեքը, ես անկեղծ եմ ասում, առ այսօր էլ ասմունքում, բոլոր տեղերը, ամբողջ դասանում են ասմունքին։ Այնպես են իմ հանդեսները ասմունքեր, ոնց որ ասմունքի թատրոնի երեխեք, աշխատել եմ, վրաները հղկել եմ, հիմա այս երեխեք թնդիկ են, այբենանի հանդես պիտի անեմ, ես այս երեխեքին ինչ դեր տամ, ինչ բան արեմ, ոնց անեմ, երկար մտածելուց հետո գտա ձևը, այն կինտոների պարի երաժշտության տակ, տակն ու շաղգամը, պարելով չէ խոսում, պարելով դարձել են շաղգամը քաշում են, ունդեղ հերոսներ եմ ավելացրել բաներ էլի ամեքին իրանց, վայ մի հրաշք, ես ասի երևի սրանից հետաքրքիր բան ես չեմ կարող մտածել։ Զուխրա Երվանդյանը, այն մարդը, ով մեղավորում, որ մենք ծանոթացանք այսօր։ Տեսեք ինչ լավ էր, որ երկուսս էլ հայտնվել էինք, հրավիրված էինք այդ միջոցառմանը և ծանոթացանք։ Համեցեք, Զուխրա Երվանդյան։ Ես որպես ինքս մանկավար, ուսուցիչ, դասախոս և բավականին մեծականակ, թե մեծաթիվ ուսումնամեթոդական և գիտամեթոդական ժողովածուների հեղինակ, համարեցի, որ այս գրքի ինձ հասնելը շատ կարևոր պահի համար է։ Դուք Տիկին Սվետլանային ներկայացրիք որպես բանաստեղծ, որպես ուսուցիչ, ես էլ ուզում եմ ձեր կսնկած գրքով ներկայացնեմ, որպես ուսումնամեթոդական ձեռնարկի հրաշալի հեղինակ։ Ինչքան որ հասցրի ուսումնասիրել, իսկ իմ աչքը տեսնող աչք է, տեսա, և այն ինչ որ տեսել եմ, հիմա կասեմ։ Ուրեմն, ինձ համար ուսուցիչը այն ուսուցիչն է, որի աշակերտը գիտի, թե հայրենիքը որտեղից է սկսում և որտեղ ավարտվում։ Իսկ հայրենիքը ինչ-որ շոշափելի չէ, հայրենիքը անե ինչ-որ մի բան չէ, հայրենիքը արքետիպ է ցանկացած մարդու համար։ Հայրենիքը անփոփոխական է և այդ անփոփոխական են
ժողովրդին է դարձնում նախ այն արգանդը, որից լույս աշխարհ է գալիս այդ երեխան, եւ հետո այն ուսուցիչը, որ նորից եմ ասում, եթե սովորեցնում է, թե որտեղից է սկսվում հայրենիքը եւ որտեղ ավարտվում։ Այս գիրքը ուսումնամեթոդական այս ձեռնարկը, որ իմ ձեռքի տակ է, շատ հետաքրքիր է ներկայացնում հայրենիքը։ Ինչպես։ Նախ սկսեմ, թե ինչպես է ներկայացնում, ինչպես է սովորեցնում Տիկին Սվետլանան իր աշակերտներին ծաղիկները։ Հետո անցնում է կենդանիները։ Հետո անցնում է մարդկային արժեքները։ Գիրքը այդ կառուցվածքը ունի եւ վերջում շատ հետաքրքիր արդեն դրել է բանաստեղծություններ, որոնք ինքը օգտագործում է հանդիսությունների ժամանակ, իր աշակերտներին սովորեցնում է հանդիսությունների ժամանակ եւ ես հաճելիորեն ցնցված եմ ու հաճելիորեն զարմացած եմ, որ մարդկային այն արժեքները, որով ի վերջո հայրենիքը ձևավորվում է, հայրենիքը այդպես է ձևավորվում, մարդկային արժեքներով, այստեղ բավականին հետաքրքիր հնչյուններ եղան, այո, այն որ լափում են, այն որ լափում են, հայրենիքի հերմանիզմը։ Գեցի այն ուսուցիչը, որ կարողանում է հայրենիքի ոչ թե հերմանիզողներ մեծացնել, այլ հայրենիքի զինվոր մեծացնել, հայրենիքի համար բանվոր մեծացնել, հայրենիքի համար դերասան մեծացնել, հայրենիքի համար պոետ մեծացնել։ Ես օրինակ շնորհակալ եմ իմ ուսուցիչներից, Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի երկու փառավոր ուսուցիչներից, իմ լեզվի ուսուցիչից եւ իմ գրականության ուսուցիչից Շահեն Մարտիրոսյան եւ Արամ Մարտիրոսյաններից, որոնք երկու Մարտիրոսյաններ, որոնք ինձնից կերտել են ինձ, կերտել են այն Զուխրա Երվանդյանին, որը ձեզ շատ սիրում է, որին դուք կարծում եմ գոնե մի քիչ սիրում եք։ Ես ինչ եմ ուզում եմ երկու բան կարդալ այստեղից, ձեր համբերությունը շատ չեմ չարաշահի, նաև ինձ համար ինչ-որ բաներ եմ, նշումներ եմ արել։ Տիկին Սվետան գրում է, կյանքն ամենքին մի բեր է տալիս, մեկը տոննանոց բերով է գալիս, մյուսը գրամներ շալակացլալիս, թե ծանր է բերը, ուսին մի տանում, ասես աշխարհն է, այդտեղ ամփոփում։ Տիկին Սվետա, դուք մեծ բեր եք վերջրել ձեզ վրա եւ այդ մեծ բերը պատվով եք տանում։ Պատվով եք տանում, եթե այսօր ձեր աշակերտուհին այստեղ է, այս դահլիճում է եւ իր ուսուցչի կողմից պատվի է արժանանում։ Գիտեք, ուրիշ է, երբ որ աշակերտն է պատվի արժանացնում ուսուցչին, բայց երբ որ ուսուցիչն է պատվի արժանացնում աշակերտին, սա այն վերին մարդկային արժեքի կետն է։ Ես սիրով ուզում եմ իմ խոնարհումը եւ իմ սերը ձեզ հաղորդել որպես ուսուցիչ, որպես մեծատարող ուսուցիչ, ի դեպ ասեմ ձեզ, որ ցանկացած ուսուցիչ ահագին բանաստեղծ է։ Ես որպես ներկայությունն արդեն իսկ ինձ համար շատ պատվաբեր է։ Ես գիրք ունեմ։ Այո, ես ձեզ համար ես չէի պատկասի, որ այդ գիրքը ձեզ այդպես դուր կգա, դա իմ առաջին գիրքն է եղել, հետո դա գա։ Սա մի քիչ ավելի լուրջ, արձակ, պոեզիան չի ավելի խոյ։ Ես ուզում եմ կարդամ Զուխրա Երվանդյանին, ով այսօր մեր մշակույթի, գրականագիտության, պոեզիա եւ արձակի ասպարեզում քայլում է վստահ ու իր մնայուն հետքերն է դաջում, խոնարհումս եւ հիացմունքս։ Շնորհակալություն։ Սիրելի ընկերներ, խոսք գնաց հայրենիքից, հայրենասիրությունից
այս պահին Սվետլանա Քոչինյանի բանաստեղծություններից կկարդա Հայաստանին Աստղիկ Սահինյանը։ Ասեմ, որ այս բանաստեղծությունը գրել եմ 16 տարեկան հասակում։ Իմ առաջի բանաստեղծություններից է, բլոգնոտից մեջ պահպանելու։ Հանեցեք։ Հայաստանին տառապած հավերժողին չքնաղ բնորան, Արարատ սարիթ պես միշտ կանգուն անվարան, աչքերդ լճացած ծովակն է քովանա, լանջերդ շիրակն ու սարերը սիփանա, թիկունքիդ գրգուրն ու նեմրութը երկնահաս, սրտիդ մեջ քո անին, քո վանն ու սևանը, ախ, ափսոս գերի են կարսն ու արդահանը, ցրված են աշխարհում որդիներդ դյուրավոր, և սիրտդ է կեղեքում կարոտը թևավոր, ուզում եմ, որ ծաղկող ու շնշող Երևանը դառնա տուն դարձի լույսի հանգրվանը, թող ծնվեն երգերը, կառուցվեն շենքերը, բուժվեն քո վերքերը ու բացվեն դռները, հրաշքով հանդիպեն ծարաված սրտերը, պապակած շուրթերը, կարոտած աչքերը, որ լուսե ջրվեժներ հորդեն ու կարկաչեն, Հայաստան աշխարհը նորոգվի, նորովի զարդարեն։ Իսկ հիմա իմ հրաժեշտի միջոցառում է 4 դասամցիներից հետ վերջին միջոցառումս, որ ավարտեցի այս երեխաների հետ, 12 դասամների հետ, և ասեմ, որ սրանցի շատ-շատեր ուր գնացել են, վարժարաններից, քոլեջներ, հայլում են բոլորը, ամեն օր իրենց հաջողությունները տեսնում են ինտերնետում, բոլոր բնակավարներում, սիրտս լցվում է ուրախությամբ։ Հրաշք երեխաներ են, թե հայրենասիրության ինչ դասեր ենք ունեցել, պատկերացրեք, որ մի անգամ, երբ որ Եղեռնի 150-ամյակի նվիրված միջոցառում ենք անում, այսպես երեխաների նախապատրաստական երգեցինք Արարատը մենք Լեռնա, այնքան պաթոս, այնքան հայրենասիրություն, տղաներից մեկը մի հրաշք տղա գնել է, վեր կացած երկուչինա, այ մենք գործում խոսում ենք, երգում ենք, ես քիչ ամոնում թուրն առնեմ դրամ այդ բոլոր թուրքերին սպանեմ, այսօր այդ տղան ծառայում է բանակում, զինվոր է, մի հրաշալի զինվոր, եկեք ծափահարեք մեր, բոլոր զինվորների, նրանցից ամեն մեկը մի լույս է, մի կյանք է, մի ընտանիք է, մի օջախի հիմնասյուն է։ Լավ, ոչինչ, նկարներն արդեն ինչու մի հրաշք էր։ Լավ, ոչինչ։ Այս սրանից է։ Լավ, եթե ձայն չկա, արդեն բարձ է։ Մենակ վերջի կադրերը թող լինի, մենք ոնց ենք հրաժեշտ տալիս, որտեղ շատ հուզիչ էր, ես ասեմ, երեխաները դուրս եկանք արդեն դպրոցի բակ, մի քիչ առաջ տար, ու դրոնով էին նկարում վերևից, այդ կապույտ հագուստով այդ երեխաները երկնքի ֆոնին, ես այս նկարը որ տեսնում եմ, իրոք հիմա այն փշատանոց, և այս նկարող տղան, ով որ Յավրյան ստուդիայի աշխատակիցներ, իմ աշակերտի քեռիներ, եկավ նկարեց և Շուշիի տակ վերջին օրը երեք քույրերի միակ եղբայրը, ցավով եմ ասում, ու այս պահը միշտ ինձ դա է հիշեցնում։ Եկեք խոնարհվենք մեր եկրոտեժությամբ հանդիպներ բոլոր ժամանակներից գործած տղաների։ Ո յուրա չեր անում, չէ՞։ Մահեր Քոչինյանը, Քոչինյանի մասին գիրք կա գրած, ես էլ եմ ես գրքի մեջ իր մասին գրել եմ, իր մասին
Էմմա Անտոնյանը առանձին գիրք էր հրապարակել մեր։ Իսկ հիմա ես ուզում եմ այսքանից հետո մի փոքրիկ մեկ րոպե տևողությամբ իմ ծնողների եւ աշակերտների սրտի խոսքը բանաստեղծության ձևով ներկայանա, իսկ մեր հրաշք աստվածային շնորհներով օժտված Անահիտ Դեմիրճյան համեցեք։ Անահիտ Դեմիրճյան Անանյան։ Նկարչուհի, բանաստեղծուհի, երգչուհի, ամեն կոմեդիանուհի, յուրահատուկ, ինքնատիպ, չկա իրա նմանը, ես ես ասել Bravo! Սիրելի ընկերներ, ես կկարդամ գիրքը բանաստեղծությունը և կշարունակենք։ Մեսրոպ Մաշտոցը գիր է ստեղծել ու այդ գրերով հայ ազգը փրկել։ Եղել են ցավեր, ավեր ու դավեր, գիրքը ապրել է դարեր ու դարեր։ Մեր մամիկների տակ կրծքի վրա գիրքը ապրել է, ապրում է հիմա։ Ոսկով են խաբվել սուլթան ու փաշա, բայց գիրքն ապրում է ու անմեռ է նա։ Մեր սուրբ գրքերը եկեք մենք պաշտենք եւ նրանց առաջ գլուխ խոնարենք, ու թե աշխարհում այսօր մենք դեռ կանք, գրի շնորհիվ հավերժ կմնանք։ Հայ ժողովուրդը միշտ գիր է սիրել, կյանքում ոչ մի բան նա չի խնայել, որ իր զավակը կրթվի ուսանին, որ կյանքի համար լինի պիտանի։ Այս է պատգամը մեր հայոց ազգի, գիրքն է գագաթը ոսկու ու գանձի, ժամանակն անգուց սրբում է տանում, ժանգը մաքրում է, ոսկին է մնում։ Սվետլանա Քոչինյան այսօրվա հանդիպումը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Ես կարծում եմ, որ բոլորիս համար շատ հետաքրքիր էր, ինձ համար գտնված էր այս ամենը Տիկին Քոչինյան, ես կարծում եմ, որ մենք կշարունակենք, շատ հարցեր կան ինձ մոտ և շատ նոր զարգացման կենտրոնի համար տպագրվելիք գրքերի համար կարող է մենք օգտագործենք ձեր գրքից շատ նյութեր։ Պատվոգիր տրվում է վաստակաշատ մանկավարժ, բանաստեղծուհի Սվետլանա Քոչինյանի Համոս Սարգսյանի անվան գրադարանում կազմակերպված բազմաբովանդակ միջոցառման և գրադարանի գրքային ֆոնդը նոր գրքերով հարստացնելու համար Համոս Սարգսյանի անվան գրադարանում։ Մենք ունենք մի գեղեցիկ ավանդույթ, ձեր նկարով այս գինին հաջորդ գրքի շնորհանդեսին կդարձնենք։ Դե շուտ գրի, որ բացենք մի շնորհանդես։ Սա վերցրեք և շատ շնորհակալ։ Իմ շատ սիրելի, ինձ համար շատ թանկ մարդիկ, ես այսօր այսպես վերքերով նայում եմ, բոլորդ այնքան մոտ եք իմ սրտին, և իրոք այնքան եմ ես ձեզ սիրում,
եւ ձեր ներկայությունը այնքան մեծ պարգև է ինձ համար։ Դուք չեք պատկերացնի ներքին այս աշխարհի ալեկոծումը անչափ շնորհակալ եմ ձեզ։ Ես գիտեմ դուք ինչերի միջով եք անցել, մեկը հիվանդ, մեկ ընտանիքում հիվանդ, մեկ այնպես բոլորիդ հետ խոսել եք, բոլոր խնդիրների մեջ եք եղել, բայց ձեր թանկ ժամանակը, այսօր ամենաթանկ բանը ինչ է աշխարհ, ժամանակը մարդու, այնքան ժամանակը կարևոր է, որ նվիրել եք, եկել եք, տրամադրել եք եւ ոչ մի դժվարություն չեք բանարել, այսպես հաղթահարել եք, սիրով եկել եք եւ ինձ համար տոն է այսօր։ Իմ կյանքի ամենալավագույն օրերից մեկը ունենալով ձեր նման մարդկանց ներկայությունը, վայելելով ձեր այսօրվա մասնակցությունը, անակնկալները, ձեր խոսքը, ձեր մի խոսքով տպավորված եմ, անչափ լացից գալիս է։ Սայն մեր վարդուհին, բարեկրթիկ մի հրաշալի գիրք է ստեղծել, քոլեջ ունի նաև մեր վարդուհի Գրիգորյանը, դարձյալ մանկավարժ, պրպտուն, խելացի, մի հրաշք աղջիկ։ Եվ լավագույն տնօրեն։ Եվ լավագույն տնօրեն։